Բարի լույս սիրելիներս, և այս իսկ է վկայությունը, այն որ Աստված հավիտենական կյանք տվեց մեզ, և այդ այն կյանքն է, որ նրա որդու մեջ է, ով ընդունում է որդուն, ընդունում է նաև կյանքը, և ով չի ընդունում Աստծո որդուն, չի ընդունում նաև կյանքը։ Հիսուս Քրիստոսը ճշմարիտ կյանքը սիրելիներ, ինչպես որ մենք ամեն անգամ Հայր մեր աղոթքի մեջ հանապազորյա հաց ենք խնդրում, հացը նշանակում է կյանք, երբ որ դու կյանք ես խնդրում, նշանակում է Հիսուս Քրիստոսին ես խնդրում, երբ որ Հիսուս Քրիստոս կա քո մեջ, դու արդեն այդ կյանքով ապրում ես, ուրեմն կյանքի ճշմարիտ աղբյուրը Հիսուս Քրիստոս ինքն է։ Եթե չկա Հիսուս Քրիստոս մեր կյանքի մեջ, մեր կյանքը շատ անտարբեր պիտի անցնի։ Աստված մեզ պարզապես սովորական մի կյանք չի տվել, մեզ կյանք է տվել Հիսուս Քրիստոսով, եւ Հիսուս Քրիստոսին հավատալու, որ մենք սկսում ենք ճանաչել նաև հավիտենական կյանքը։ Մենք շատ զգուշ պիտի լինենք հավիտենական կյանքի հետ։ Սա պարզապես խոստում չէ, սա պարզապես երևակայ մի ցնորք չէ, որ մարդիկ հորինել են իրենց համար։ Այս կյանքը Հիսուս Քրիստոսով է, եւ ինչպես Առաքյալն է ասում, չկա աշխարհում մի անուն, որով մենք կարողանանք փրկվել։ Եվ փրկության համար դու պիտի հավատաս Հիսուս Քրիստոսին։ Որ պահին որ դու հավատացիր, ուրեմն դու հավիտենական կյանքի ճամփորդ ես։ Դրա համար նաև Պողոս Առաքյալն ասում է, հենց այսօր է փրկության օրը, վաղը չէ, մյուս օրը չէ, մի քանի տարի հետո չէ, այսօր է փրկության օրը։ Որ պահին որ դու հավատացիր Հիսուս Քրիստոսին, դու պիտի փրկվես։ Եթե դու չհավատաս Հիսուս Քրիստոսին, կկորցնես հավիտենական կյանք, ինչպես Հովհաննես Առաքյալն իր ավետարանի 3-րդ գլխում է ասում, այդ ժամ ասում է, Աստծո բարկությունը պիտի թափի քո վրա։ Եվ նայեք մարդկության պատմությունը, սիրելիներ, մարդիկ կամա թե ակամա հետարքրվում են հավիտենական կյանքին, չհավատալով կամ Հիսուսին չտանանչելով, մարդիկ նույնիսկ մահից հետո իրենց այդ ապրանքներ են վերցրել, ծառաներ են դրել, կենդաններ են այնտեղ ծառայեցնելու համար, չիմանալով իրականում այդ կյանքը կա թե չկա։ Մարդկության համար անորոշ էր այդ կյանքը, բայց երբ որ Հիսուս Քրիստոս եկավ, այդ կյանքը մեզ համար տեսանելի, շոշափելի դարձավ։ Երբ որ Հիսուս ասում է, ով որ ինձ հավատա, թեև մեռնի, պիտի շարունակի ապրել, մեզ այս համար շատ դժվար հասկանալի խոսք է, բայց ով որ հավատում է, գիտի, որ ինքը իր ամբողջ կյանքի ընթացքում, երբ որ մեկը Հիսուսին փնտրում է, ինքը մահով է գտնում եւ մահից հետո վայելում է Հիսուսի ներկայությունը։ Ուրեմն երբ որ ուզում ես դու փրկություն գտնես, այսօր պիտի հավատաս Հիսուս Քրիստոսին։ Այսօրվա քո փրկությունը մի թող վաղվան, մի հետաձգիր, մի ասա այսօր ժամանակ չունեմ, երիտասարդ եմ, պետք է դեռ սովորեմ, ուսում ստանամ, աշխատանք գտնեմ, ծեր եմ, հիվանդ եմ, տկար եմ, այսպիսի բաներ մի ասեք, այլ հակառակ ասեք, հենց այսօր ես Հիսուսին պիտի գտնեմ եւ այսօր պիտի Հիսուսով փրկությունս ունենամ։ Եվ եթե դու այսօր այդ փրկությունն ունենաս, որ իմացիր, որ հենց այսօր դու արդեն ապրում ես հավիտենական կյանքը։